Կապուտակ Սևան, ես կոնգրես հյուրանոցը, չգիտեմ սրա մասա թե չէ, Կասկադում 2 հեկտար հողամաս։ Ժորժ ջան, ես ձեզ հարց եմ տալիս։ Նախ 2 հարցադրում կա։ Ես 8 տարի վարչապետ եմ Հայաստանի Հանրապետության։ Ես ինչի Կասկադում հող չունեմ, ժողովուրդ։ Ինչի Կասկադում ես հող չունեմ, ինչի Սևանի ափին հանգստյան տուն չունեմ, ինչի հյուրանոց չունեմ, ինչի 1 միլիարդ 740 դրամ չունեմ։ Այսինքն բան եմ, ես այսօր առավոտ խոսում ենք գործընկերների հետ, այսինքն ինչ, ես միամիտ եմ, հա, իրանք շուստրի ուժեղ տղեկն են, հայրենասեր, ես եմ միամիտն եմ, հիմա էլ ասում են, ճիշտ հարց ընցեց, ասում 8 տարի, ինչի 8 տարի հետո, ես էլ եմ այդ նույն հարցը տալիս, ասում եմ ինչի 8 տարի հետո, 8 տարի ինչով, այս փաստերից որևէ մեկը նոր է, ինչի 8 տարի հետո, ես եմ, բայց ինչ եմ Հանրապետության հրապարակից ասել, ասել եմ են պատճառով, որով մի պարզ պատճառով, որովհետև լինելով իշխանություն ամեն օր կռիվ ենք տվել այդ մաֆիայի դեմ, այդ սեփականությունը ինչի է Ռոբերտ Քոչարյանինը և մյուսներինը, որովհետև ասում եմ, ում ուզեցել են առել են, ում ուզեցել են ծախել են, և գիտեք ինչ քաղաքական նարատիվով, եսա մի շաբաթ սրան գնում են, եսա մյուս ուրբաթ սրան գնում են, եսա բան, եսա սենց արնելու, եսա ընդես դաբրոկա, և այդ բանում դատաիրավական համակարգում էլ մի մասա կա, չէ, որ նայում այսօր առավոտը մերոնք եսա գալու են, եսա ասել էի ձերոնք ինչ են անելու, գալու են, բայց 8 տարի, ինչի ես պտի 30,000 մարդու ներկայությամբ այդ խնդիրը դնեմ, ինչ եմ այդ օր ասել, որ ասել եմ ժողովուրդ ես իմ պլանն է, եթե համաձայն եք գնացեք քվեարկեք, և պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել, այո պտի նստեն, այո, սաղունեց կվածքը, ես ասում եմ Ծառուկյան Գագիկը պտի հայտարարություն անի, ասեն ինչ էի կանում, ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ ըլնի, բա երբ է թոշակը բարձանալու, Քոչարյան Ռոբերտն էլ պտի ասի դա, իրանք էլ պտի ասեն, իրանք պտի փող չունենան, որ ընտրակաշարք էլ բաժանեն, և դա են քաղաքական հանձնառությունն է, և են պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի, բրծելա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենակ առնեք, ում ուզենակ ծախեք, բրծելա, ասում է սամադրականն, ասում է դատական համակարգը անկախ, ումից է անկախ դատական համակարգը, իրանք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ և մաֆիոզների հետ պետք է գրփեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, խալաթ եք արեք գլուխներդ պատին եք տվել, հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք, հնազանդ, 8 տարի, բա ես չգիտեին, ովքեր էին, չգիտեին ես բանի, Կասկադի պատմությունը չգիտեին, ինչ են ես գործերը դարակներուն, ես որևէ մեկին ասել եմ, որ բան արեք, կամ կանգնացրեք, կամ ես արեք, կամ են արեք, բա ժողովուրդն էլ ասում է, երևի սա էլ մտածում է, ասում է, դե նրան, դե էտա նորմալ է, այս կարգավիճակում էտա գործը, նրան ձեր չտանք, որ մենք էլ կանենք, սա ուղերձա նաև մեզ, ժողովուրդ ջան, սա ուղերձա նաև ինձ, սա ուղերձա նաև իմ բարեկամներին, իմ հարազատներին, իմ ընկերներին, իմ շրջապատին, բոլորին, ով մտածում է, թե մենք իշխանություն ենք, նշանակում է մենք կարանք կոնգրես հյուրանոցը, սա ուղերձա բոլորին, ընկեր բարեկամ, ով ուզում է լինի, ժողովրդից տարած ամեն ինչը այո մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք,
կոպեկ, հատիկ, անկախ նրանից ում ընկերն է, ում բարեկամն է եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես հույս ունեմ, որ այդպիսի դեպքերի չենք հանդիսանա, բայց այն եմ ասում, բանի դեպքը դրա մասին է։ Հովիկ Աղազարյանի դեպքը դրա մասին է։ Այսինքն ինչ, մենք մեր եւ ուրիշների կաշառակեր ունենք։ Մենք մեզ պետք չի լոյալ կաշառակեր։ Մենք պարտավորություն ունենք այս ժողովրդի առաջ եւ այդ պարտավորությունը պետքա կատարենք։ Աղվան Վարդանին ասում է Քոչարյանը լավ է կառավարել։ Հա ես վատ եմ կառավարում, որովհետեւ ասում եմ հյուրանոց չունեմ, միլիոններ չունեմ, ոչ մի բան չունեմ։ Բայց ունեմ մանդատ։ Ունեմ լեգիտիմություն, ասել եմ կզծնելու եմ, ուրեմն կզծնելու եմ։ Բարից դե յուրե իմաստով։ Մի հատ էլ ասում են, բանը, ասում են Քոչարյանի բնակարան են մուտք գործել։ Այսօր իրավապահներից հետաքրքրվում են, ասում են 54 հասցեում խուզարկությունա, Քոչարյանը 54 բնակարան ունի։ Մեկ էլ ասում են երեխեքը, որ մեկ էլ երեխեք են, Ժորժ ջան, այսօր քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդկանց 80%-ը ունի երեխեք։ Այս ինչ մոտեցում է, այսինքն ինչ է նշանակում, էլ երեխեքին բերել բան անել, դեմ անել, որ երեխեքի տիկունքում թաքնվել։ Բա քրեական գործը պետք է խուզարբախի ԱԱՑ-ն գնացել։ Բա ով բանին քննիչին է մեկին մենակ ուղարկեն, որ բան անեք, վրա տակ մի հատ էլ գլուխ գովակ, ասեք, տեսակ ինչ ուզեղ տղեկ էինք, բան արեցինք, չթողեցինք, բա պետությունն է պետք է աշխատի։ Բա ասել են պետության համը բերանները տա մնալու։ Հենց մի քիչ զգանք, որ այդ համը բերանները թուլացել է, պետությունը, ժողովրդի պետությունը բերաններից իջնելու է։ Եվ էլ չկմեղանալու տեղ չկա։ Այո, մենք 2018 թվին արել ենք ոչ բռնի թավշյա հեղափոխություն ժողովրդ եւ ասել ենք վենդետա չլինելու, ասել ենք սիրո եւ համերաշխության հեղափոխությունա։ Բա 8 տարի մեկը տեկա կացիկար ընկերներ, այս թալանել ենք, դուք էլ օրենքով հնարավորություն եք տվել, որ 25%-ը մնա մեզ, այն մնացածը վերադարձվի։ Մեկը եկել է տենց բան ասել։ Նայում են, հոխորտում են, չգիտեմ, գնում են հարավներում, հյուսիսներում, բաներում, դաբրոներ են նայի, նրանց էլ բանը թևերի տակն են տալիս, ասում են գնացեք, դավայ, ոչ մի խնդիր չունեք, եսա հավաքվում են, կառավարության նիստեր են անում, բան են անում, եւ այլն, եւ այլն։ Այն որ պատահական աչքովս ընկա գրելա Նարեկ Կարապետյանը, Հոպար ջան ծնունդդ շնորհավոր, այլևս Հոպար ջան, այլ պարոն վարչապետ չի։ Բա ինչի՞ չեք գրել Պարոն վարչապետ ծնունդդ շնորհավոր, բա ինչ չեք գրել։ Բա գրի։ Ահա գրի ամեն օր։ Ամեն օր տենց էլի նկարվեք, ռիլ սարքեք, գցեք, նենց։ Էլի ասեք պարոն վարչապետ, մենք առաջարկում ենք ինքնիասի, այո, ես պաշտպանում եմ այդ առաջարկությունը։ Ու տենց ամեն օր նկարվեք, գցեք։ Ասում են մարտի մեկի գործը բացահայտված է, Հայաստանի իրավապահ համակարգը մաֆիոզ ազդեցությունների պատճառով չի տալիս դրա գնահատականը։ Քրեական գործում մարտի մեկի մի դրվագ չկա, որը բացահայտված չի։ Սպանությունների պահը, այդ ամեն ինչով պետք է գնաց, որ բացահայտի, պարզ է, որ սպանությունների հրանգը տվել է Ռոբերտ Քոչարյանը։ Ոնց են բերել բաները ֆորմեկը, Ղարաբաղից ոնց են բերել, ոնց են օլիգարխներին տարեբաժանել, որ օլիգարխը որտեղ է, ամբողջը բացահայտված է։ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը կամք չի ունեցել, որովհետև անկախ է կառավարությունից։ Մենք այդ էթիկան պահել ենք անկախ է կառավարությունից։ Եվ քանի որ կառավարությունից անկախ է, կարա օլիգարխներից նախկին ինչքան փող ասես առնի, հետաձգի։ Գագիկ Խաչատրյանի դատավարության հետ ինչ եղավ։ Դատավոր այնքան դատը ձգեց, մինչև թոշակի գնաց։ Հա։ Ու համոզված եղեք միայն պետության թոշակի հույսին չի իմանա։ Ես վստահ եմ, ինչ որ մի բան ինձ հուշում է։ Ինքն է եղել փաստաբանը։
Ինձ էլ ասում են Արցախը եւ արցախցիներին չեն սիրում։ Արցախը իրանց համար եղել է ընդամենը փող քերելու միջոց։ Փող քերելու միջոց։ Հայաստանում Ղարաբաղի ժողովրդին դե պատանդ են պահել, Հայաստանի ժողովրդին էստեղ են պատանդ պահել եւ թալնել են, ընդեղ են թալնել, ստեղ են թալնել։ Ընդ որում է սա ամբողջ խմբավորումը եւ նախկին ու ճիշտ են անում, որ երեսով են տալիս, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված չի, ճիշտ են անում։ Բա այսինքն ինչ, ես մենք ընդունել ենք այդ բանը, որ անկախ է դատական համակարգը, դատաիրական համակարգն էլ անկախ է։ Չեմ գնացել ես ոչ մի քրեական գործի մեջ չեմ մտել, ոչ քննել եմ, ոչ ես եմ արել, ոչ են եմ արել, բայց ամեն չափ ու սահման ունի։ Անկախ է ժողովրդից ու պետությունից էլ անկախ, էս ինչ ձև ընդհանրապես։ Դել այդ մյուս բաների մասին գալիս են ստեղից ասում են անիֆը, այդ բառը դուք որտեղից եք լսել։ Պետական վերահսկողական ծառայությունն է այդ հարցի վերաբերյալ իրավապահներին տվել հաղորդում։ Եվ իմիջիայլոց շատ հետաքրքիր էր։ Բանը ափսոս մի քիչ բան եղավ, շուտ եղավ հետախուզումը, որտեղ համոզված են, որ եթե մի քիչ ձգվեր, անիֆի տնօրենը այստեղ միտեղ այդ արանքներում նստած էր։ Որովհետև արդեն հայտարարել էր, որ չգիտեմ, ապիկար իշխանությունը, չգիտեմ ինչ։ Ստեղ ինչքան հասկացա, լիքը տենց մարդ կա, որ բան է։ Մարդուն ընտրել եք մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։